Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Գուցե Հայաստանի հետ չեն քննարկում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, բայց Ադրբեջանի ներսում բավական ակտիվ քննարկում են հարցազրույցներում, հատուկ քննարկումներում եւ փառատոնում, որ արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Հայաստանը պետք է ընդունի այս իրականությունը եւ պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ արժանապատիվ եւ խաղաղ վերադարձի համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում այսպես կոչված վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան երրորդ փառատոն կոնգրեսը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների եւ արևմտյան Ադրբեջան համայնքի մասնակցությամբ։ Եվ մինչ այդ հարթակից Հայաստան գալու մասին կոչեր ու քննարկումներ են ընթանում, Ալիևը Բաքվում իրականացվող մեկ այլ ֆորումից կոշտ հայտարարություններ է անում, թե իբր չի մոռանա, թե հայերն ինչ են իրենց հետ արել։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ։ Երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին։ Հայերը մզկիթներում խոզեր եւ այլ կենդանիներ էին պահում եւ Ադրբեջանը դա երբեք չի մոռանա։ Մինչ Ալիևն իր բնակիչների հիշողությունն է այսպես կոչված թարմացնում ու չմոռանալու քաղաքականություն վարում, Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են, օրինակ Ստեփանակերտի մայր տաճարի ավերման մասին խոսելը սրում է կոնֆլիկտը։ Խաղաղությունը հաստատված ազգ, մենք դա տեսնում ենք իրական կյանքում, մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը ինչի է մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։ Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ եւ այդ հաստատված խաղաղությունը կասկածի տակ չդնենք։ Իսկ եթե կա այդ խաղաղությունը, ինչու է Ադրբեջանը շարունակում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տեսքով։ Սա խաղաղություն չէ, ստեղծված իրավիճակը։ Սա հաղթողի կամ անավարտ խաղաղություն է։ Խաղաղություն գիտեք երբ կլինի։ Շատ հստակ ձևակերպեմ, թե երբ կլինի։ Խաղաղություն լինելու է Արցախի հանրապետության դեօկուպացիայի արդյունքում։ Իշարս բազմաթիվ դրական հետևանքների, որ ունենալու է հայ ժողովուրդը։ Նախիջևանում անցկացվող փառատոնը, որ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիայից հետո է սկսվել, ոչ թե հանրային նախաձեռնություն է, այլ պետական քաղաքական օրակարգի մաս, նշում է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։ Նրա խոսքով Ադրբեջանի խոսույթը չի փոխվել Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության գործընթացի պայմաններում։ Չենք մոռանալու թեզը, ինչպես ինքն է նշում, չեն մոռանալու իբրև հայերի արած վայրագությունները, այդ չենք մոռանալու թեզը ցույց է տալիս, որ այնտեղ առնվազն այս պահին գերակայում է կոնֆլիկտի բացասական հիշողությունը, խաղաղությանը գնացող իրենց գոնե թե հայտարարվող նպատակներին։ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամուրլայևը հայտարարում է, թե արևմտյան Ադրբեջանի թեման արդեն դարձել է գործողությունների ռազմավարական ուղղություն։ Այսօր արևմտյան Ադրբեջանի թեման մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ազգային ինքնության ձևավորման, մեր երիտասարդության դաստիարակության, մեր կրթական եւ գիտական կյանքում։ Արևմտյան Ադրբեջանի եւ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը նաեւ ներքին խնդիր է լուծում, նշում է ադրբեջանագետ Դիանա Կարապետյանը։ Տարիներ շարունակ մնաց այդ հիմնասյունը, մոբիլիզացիա եղել է հայ աջակցությունը, եղել է Արցախը իբրև թե օկուպացիայից ազատելու գործընթացը, եւ քանի որ այսօր ըստ էության Արցախը Ադրբեջանի Հանրապետության տարածքում է ճանաչել, կարող ենք ասել, որ իրենց պետք է այս պահին որևէ նոր բան, որի շուրջ Ադրբեջանի հասարակությունը կկոնսոլիդացվի եւ այդ ներքին ասեն ներքաղաքական, ներտնտեսական խնդիրները նորից կմշուշվեն։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հարցը բացել էր Հեյդար Ալիևը 1980-ականներին, փակել 1994-ի Արցախյան պատերազմի հաղթանակը։ Քաղաքագետ Հասան Ջալալյանի խոսքով Արցախի օկուպացիան կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար, որևէ պատնեշի չհանդիպելով 2020-ից հարցը չի փակվում մինչ օրս։ Ավելին, ադրբեջանցիների որակմամբ դարձել է գործողությունների ռազմավարական ուղղություն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։